Բարև ձեզ, MSK-ի եթերում գալիս են Գոհարն է։ Ես այսօր հարցազրույց կվերցնեմ իմ մայրիկից Սասունցի Դավիթ էպոսի մասին։ Բարև մայրիկ։ Բարև Գոհարիկ։ Կպատասխանես մայրիկ Սասունցի Դավիթ էպոսի վերաբերյալ իմ հարցերին։ Իհարկե մեծ սիրով պատասխանեմ քո բոլոր հարցերին։ Ինչ է էպոսը։ Յուրաքանչյուր ժողովուրդ ունի իր բանավոր ստեղծագործությունը, որը կոչվում է բանահյուսություն։ Բանահյուսությունն ունի իր տարբեր ժանրերը՝ հեքիաթ, առակ, ասացվածք, առած։ Էպոսը բանահյուսության հնագույն ժանրերից է։ Էպոսի մեջ արտահայտվում է տվյալ ժողովրդի անկախության, ազատության համար մղվող պայքարը, եւ էպոսի հերոսները կրում են ազգային բոլոր նվիրական հատկանիշները։ Հայ ժողովրդի էպոսն է Սասնա Ծռերը, կամ ինչպես ասում են Սասունցի Դավիթը։ Գիտեք ինչ կառուցվածք ունի Սասունցի Դավիթ ճյուղը։ Էպոսը երևի։ Այո, Սասունցի Դավիթ Սասնա Ծռեր էպոսը կառուցված է 4 ճյուղից։ Ճյուղերը անվանված են գլխավոր հերոսների անունով՝ Սանասար եւ Բաղդասար, Մեծ Մհեր, Սասունցի Դավիթ եւ Փոքր Մհեր։ Սասնա Ծռեր էպոսը ավարտվում է վերջերքով, յուրաքանչյուր ճյուղը սկսվում է ողորմիների շարքով։ Այդ շարքերում ողորմի են տրվում գլխավոր հերոսներին։ Օրինակ, դառնամ զողորմին դիտամ Խանդութ խանումին, Քարսուն ողորմի, դառնամ զողորմին դիտամ Թարլան Դավթին, 1000 ողորմի։ Մայրիկ, ինչ է Սասունցի Դավիթ պոեմը։ Ինչ է պոեմը։ Թումանյանի Սասունցի Դավիթ պոեմը։ Այո։ Երբ Սասունցի Դավիթ պոեմը լույս տեսավ, Թումանյանը իր առաջաբանում գրեց, որ այս ստեղծագործությունը գրել է հատուկ փոքրիկների համար, սակայն այս պոեմը շատ սիրվեց նաև մեծահասակների կողմից։ Թումանյանը գրական մշակման էր ենթարկել մեր էպոսի 3-րդ ճյուղը։ Գրական մշակման մեր էպոսը ենթարկել է նաև Չարենցը, էլի 3-րդ ճյուղը, Ավետիքի Սահակյանը մշակել է 4-րդ ճյուղը, գրել է Սասմա Մհեր պոեմը։ Հիշենք նաև Քոչարի հայտնի արձանը Սասունցի Դավիթը, որ գտնվում է Երևանի Կայանամերձ հրապարակում։ Լավ մայրիկ, ուրիշ բան ավելացնելու ունես։ Ուրիշ շատ բան կարող եմ ավելացնել, բայց միայն ուզում եմ մաղթել, որ դու եւ քո հասակակիցները, քո դասընկերները անպայման կարդան մեր էպոսը, ինչպես նաև գրական մշակումները եւ անպայման սովորեն մեր էպոսի հերոսներից հայրենասիրություն, աշխատասիրություն, վեհանձնություն, արիություն եւ քաջություն։ Լավ մայրիկ, ստեսություն։ Շնորհակալություն նաև։ Ստեսություն ձեզ։ Այսպիսով մեր հաղորդումը ավարտվեց։ Մենք այսպիսով մեր հաղորդումը ավարտում ենք։ Ստեսություն։